Պարոն Շամշյան, համեցեք։ Դեպ մենք հիմա ուղի եթերում ենք, այստեղ համեցեք, այ դուք արդեն ուղի եթերում եք։ Մենք այսօր հրավիրել ենք Գագիկին Շամշյան, բարի լույս։ Եվ իր զարմանս մեզ նա իսկապես բարի լինի։ Վերջին պահին եկավ ուրեմն մեր տաղավար եւ որոշեց մինչ այդ հասցնել նաեւ մեզ լուսանկարել, նույնիսկ անջատել հեռախոսները, որոնք նրանք մոտ բազմաթիվ են։ Երրորդը չկա։ Ինչն է պատճառը, որ ուշացաք։ Դեպքեր պատահել ցավոք սրտի, կրկին վատ դեպք։ Էն էլ ճանապարհից թողեցի հետ եկա։ Ինչ դեպքեր պատահել, եթե գաղտնի չի տեղյակ եք, միգուցե այսպես ավտովթար։ Բարեբախտաբար զոհեր վիրավորներ չկան։ Փրկարարները հերթական անգամ ցուցաբերեցին իրենց մարդկային բարձր արժանինքները եւ երկրորդ սպայական գումարտակի առաջին վաշտի ծառայողների հետ կարողացան Արմավիրի մարզում ջրանցքում հայտնված Մերսեդեսի միջից դուրս բերել քաղաքացիներին, ովքեր Փառք Աստծո երևի վերևն Աստված կա, երևի չէ իրոք Աստված կա եւ զոհեր վիրավորներ չունեցանք։ Ինչպես ժողովուրդն է ասում, շատ ներողություն, ինչ լինում է ժեշտին լինի։ Պարոն Շամշյան, այնց հետաքրքիր է, հա, շատ եք խոսել, տվել եք նաեւ հարցազրույց, ինձ հետաքրքիր է մի այսպեսի մի բան։ Ձեզ երբ որ ներկայացնենք, արդեն ֆոտոլրագրող ներկայացնել քիչ սխալ կլինի, որտեղ արդեն Շամշյանը ֆոտոլրագրող միայն չէ, այլ առասարակ երևույթ, որը ներխուժել է մեր տուն անկախ ամեն ինչից եւ շատ-շատերի համար օրը սկսվում է Շամշյանի վեբկայքից, Շամշյանի տեղեկությամբ, այսինքն Շամշյանը դա միայն ազգանուն չէ, այլ իրավիճակի բնութագիր, օպերատիվ, չգիտեմ, ինչ-որ կենտրոն, հա, միգուցե։ Ինչպես եք դուք վերաբերում այդ ամեն ինչին, երբ որ ձեր ազգանունը արդեն որոշակի խորհրդանիշ է դարձել լուրերի, այն էլ շատ դեպքերում բացասական լուրերի։ Չէ, ասի, որ իմ ազգանունը խորհրդանիշ է դարձել, ինձ համար խորհրդանիշ այսօր եւ գուցե նաեւ մինչև կյանքիս վերջ խորհրդանիշ կմնա եւ կլինի սահման անառիկ պահող 18-19-20 տարեկան զինվորը, որովհետեւ եթե մենք այստեղ Երևանում կարողանում ենք ազատ աշխատել, շնորհիվ այդ 18-19-20 տարեկան երեխաների, զինվորների, նրանց սպայական կազմի ինձ համար խորհրդանիշը նրանք են։ Իսկ ինչու մարդկանց մեծամասնության մոտ այն կարծիքն է, որ Շամշյանը միայն դրա բացասական դեպքեր է ներկայացնում, չի ասի, մշակութային, նաև սոցիալական խնդիրներ են լուսաբանում թե Շամշյան կոմում, թե սուր անկյունով եւ գոհ ենք այնքանով, որ բարձրացված հարցերի անկեղծ եմ ասում 60-70% լուծվում է։ Պարզ օրինակ, երբ որ ավտովթար է տեղի ունենում, ես ներկայացնում եմ ոչ միայն վթարը, այլ նաև ներկայացնում եմ վթարի պատճառը, ինչն է եղել պատճառը։ Այնտեղ հազար մի բան կարող ենք մեջտեղ բերել, եւ վարորդների զգոնության բացակայությունը, եւ ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, եւ ճանապարհի մերկասառույցը եւ արտաքին լուսավորության բացակայությունը եւ երկաթբետոնե արգելապատնեշների բացակայությունը, նույնիսկ եղել են ճանապարհներ, որ դեռ ԽՍՀՄ տարիներից պետք է այդ ճանապարհները դառնային անվտանգ, սակայն չեն եղել ու շնորհիվ մեր բարձրացրած հարցերի լուծվել է այդ հարցերը, որոշ հարցեր լուծվել է ու ել եմ ասում, դա շնորհիվ որ նյութերը հրապարակում ենք օպերատիվ, գույները չեն խտացնում, շատերն ասում են, թե գույները խտացնում ենք, սակայն այդ գույներ չխտացնելու պրակտիկան ես սովորել եմ Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրամյանից, Առավոտի առցանցի խմբագիր Աննա Իսրայելյանից, Շողեր Մաթեւոսյանից 4-րդ իշխանության լավ փորձ ունենք դրա մասին գիտենք։ Իդեպ երբ որ նշեցի խորհրդանիշ, այն տղաները, որոնք գտնում են սահմանում, իրական ոչ թե խորհրդանիշ են, այլ հպարտանքի առիթ, իսկ խորհրդանիշը նկատի ունեի ձեզ որպես լրահոսի խորհրդանիշ։ Ու եթե դուք այսպես համեստորեն եք ձեզ ներկայացնում այդ առումով, դա ամեն դեպքում նույնպես ողջունելի է։ Խոսքը գնում է նրա մասին, որ ինչպես է ստացվում, այսպես է ստացվում, առողջի բաստով։ Ինչպես է ստացվում, որ դուք հայտնվում եք այդ դեպքի վայրում ավելի շուտ,
քան օրինակ մեկ այլ լրատվամիջոցի ներկայացուցիչ։ Բնականաբար հասկանում ենք, որ դա ձեր համառությունն է կամ աշխատանքային փորձը կամ հնարավորությունները ուրեմն տարբեր կապերի, միջոցներից, չգիտեմ, ծանոթություններից օգտվել, այնուամենայնիվ դա ինքնանպատակ է ձեզ մոտ դարձել, այսինքն եթե հանկարծ դուք իմանաք, որ մի դեպք է տեղի ունեցել, որը ցանկալի կներ, որ լուսաբանեիք դուք, բայց ձեզանից շուտ հասել է մեկ այլ լրագրող։ Դա ձեզ համար մասնագիտական առումով ինչ որով առումով կորուստ է, թե հանգիստ եք նայում այդ երևույթին, այսինքն նպատակ ունեք մշտապես լինել առաջինը բոլոր իրադարձությունների կեզակետում։ Նախ որոշ լրատվամիջոցների նման ծանր չեմ տանի։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ ես արտարոց դեպք է եղել եւ իմացել եմ, որ ես ոնց ասեմ, արդեն ոնց որ հոտն առնես, զգաս այդ նյութը մեծ հնչեղություն կունենա, թե ուղղակի որպես հերթական լրահոսը մարդիկ կծանոթանան էլեկտրոնային լրատվամիջոցում քուլուրին, մամուլին եւ հեռուստատեսությամբ եւ կանսին կգնա։ Եղել են բազմաթիվ աղմկահարույց դեպքեր, ես զանգարել եմ լրատվամիջոցների, ասել եմ ախպեր, ասել եմ դուք էլ եկեք, ասել եմ մեկը ես վստահ եմ իմ ուժերի վրա, ինչ էլ գրեն, ինձնից շատ չեն գրի, ինձնից օպերատիվ չեն գրի, բայց ես ուզել եմ իրեն գան, ասենք վերցնենք հեռու տնից տեղից Վարդան Պետրոսյանի հետ կապված միջադեպը, ավտովթարը, այդ ժամանակ ես մի քան լրատվամիջոցի ասեցի, ադե Գագու ջան, ժամը քանիսն է, ժամին գանք ինչ անենք, բայց մյուս օրը, որ արդեն մեծ հնչեղություն բարձրացավ, զանգում էին, ասում էին, Գագու ջան, մեզի նկարներ կտաս, մեզի տեսանյութ կտաս, իզուրել չեկանք։ Այդպես բազմաթիվ Այսինքն նշանակությունը դուք արդեն ինքներդ կարող եք պատկերացնել։ Նույնիսկ զանգարել եմ, ասել եմ լրատվամիջոցների, զանգարել եմ, ասել եմ, օրինակ հիմար Արագածոտի մարզում, Սյունիքի մարզում, փրկարարները, ճանապարհային ոստիկանները գնում են մոտավորապես մի 3-5 կիլոմետր ձնաբքի միջից, պետք է պատգարակով հղի կնոջը մանկահասակ երեխաներով տեղափոխեն։ Դրանից լավ աշխատանք ներկայացնել չի լինի։ Եկեք էլի, որ ասում եք Գագու ջան, ասում եք մենակ ասում ծալապակասը կեթա այդ ժամին կհասնի։ Արա ասում ծալապակասը դուք եք։ Եկեք, փրկարարները 3-5 կիլոմետր հետո որ տեղափոխում են, կադրերը տեսնում են, ասում են ինչի համար չեկանք։ Էլի եմ ասում, ես Դու կարելի է ինչպես դուք ասեցիք, ես էլ եմ ընդունում, ձեր մոտ արդեն լավ լուրի վրա հոտառությունը սրվել է, այսինքն դուք նաև զգում եք։ Խնդրեմ Անին Արծունի։ Պարոն Շամշյան, բոլորը, այսպես ինչպես Հովհաննեսը նշեց, արդեն ծանոթ են Շամշյանին, գիտեն անկախ ամեն ինչից այդ լրահոսը մեր առօրյայում տեղ է գտնում, ներկայացված լրահոսը։ Այ մի քիչ խոսենք պարոն Շամշյանի մասին, որին որ քիչ ենք ճանաչում։ Այ որտեղ եք սովորել, որտեղ եք մասնագիտացել, ինչ փուլեր եք անցել մինչև հասնել այս ամենին։ Ճիշտ ասած, բանաստեղծներից ասել են, չէ, ինձ ճանաչելը մի քիչ դժվար է։ Ինձ ճանաչողը ճանաչում է, ես 3 ամսականից եղել եմ Կամոյի մանկատանը ու իմիջիալոց ասեմ, ավելի շատ եմ կարոտում մանկատան կյանքը, քան լրագրողական կյանքս։ Հետո Նուբարաշենի մանկատանն եմ եղել, այդպես ԽՍՀՄ տարիներին սովորել եմ նաև շկոլային, այսպես ասում են, շկոլա կար, լրագրողների շկոլա կար, պիոներ կանչում, բողբոջ գրական խմբակ կար, իրոք այնտեղ բան էին սովորացնում։ Ոչ թե հիմիկվա ակումբներ են բացում, այդում ես ինտերնետ են մտցնում, ասում են էսի սովորի, ասում ես ինչ, ասում են մկնիկը աշտար, ձախտարը ստեղ Քարդաշյանին կտենաս, ընդեղ ես իմ կտենաս։ Դպիսի բան են հիմա սովորեցնում։ Այ քո ցավը տանը մնաց բաներ են սովորացնում, որ կոմունիստներին անուն էին դնում, բայց այդ պահով այսօր լրատվական դաշտում բազմաթիվ գիգանտներ կան, լրատվական դաշտ, որոնք անտեսված են։ Որոնք, չէ, անտեսված չեն, գիգանտներ կան, լրատվական դաշտում կայացած մարդիկ կան ումոնցից, որ սկսնակ լրագրողները պարտավոր են սովորել, հենց ես անուններ տվեցի, Աննանա Իսրայելյան, Մարգարիտա Եսայան, Արզումանյանը, Արմենիայի դիրեկտորն է, չէ՞, այդ է։ Այ դուք ձեզ Արզումանյանը բողբոջ գրական խմբակում են։ Այդ շկոլան են անցել, ես էլ եմ այդ շկոլան անցել։ Ու հետո ճիշտ ասած մի քանի տարի ես կեղծանունով եմ գրվել, շատերը չեն իմացել, որ այդ նյութի հեղինակը ես եմ։
15-20 տարի ես նյութեր եմ հրապարակել մամուլում, ոչ ոք չի իմացել, անկեղծ անուններով են գրում, եկավ մի պահ, որ ասեցին, այ Գագո ջան, արդեն սաղ ճոգում են էլի, որ դու ես, արի ներկայացի, այդպես ներկայացա, սկզբի տարիներին, այո, ցավ եմ պատճառել որոշ մարդկանց ներկայացնելով այնպիսի նյութեր, մի քիչ գույները խտացրել եմ, բայց Սա առաջի դեպքն է, որ խոստովանում եք։ Չէ, այ ցավը տանը, այնքան եմ խոստովանում, դրանից լավը չկա։ Հա։ Բայց շնորհիվ Մեսրոպ Հարությունյանի, Աշոտ Մելիքյանի, Արամ Աբրամյանի ասեցին Գագո ջան, ամենաճիշտը, եթե ուզում ես լրատվական դաշտում կայանաս, ինչ տեսնում ես, ներկայացրա դա։ Ծաղիկը ծաղկե փունջ մի սարքի, ինչ տեսնում ես դա։ Ու գտա, որ իրենք ճիշտ են։ Այ հիմնականում խոսեցինք այն բանի մասին, թե ինչ ժանրի, ինչ տրամադրության նյութեր եք տրամադրում դուք, ինչպիսիներն եք լուսաբանում։ Այդ տխուր բացասական էներգետիկայով իրադարձությունները, որոնք որ լուսաբանում եք, ինչպիսի էթիկա եք պահպանում, որը որ երբեք չեք խախտում։ Ես երբևիցե բաց դի չեմ հրապարակել։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ լրատվամիջոցներ կան, բաց դիակ են հրապարակել, ու տակը գրել լուսանկարը Գագիկ Շամշյանի։ Զանգել եմ այդ լրատվամիջոցին, ասել եմ, ես քո աշխատողը չեմ, դու խես այդ իմ անունը շարքել այդ լրատվամիջոցում, բաց դիակը դրել ես, թե ասում քո անունը գրենք, որ մեր սայթ մտնեն։ Այդ ասում, քո սայթը փակի, արի մտի մոտ դարձի դուստր ձեռնարկություն։ Ոնց կլինի տենց։ Այսինքն կան սահմանագծեր, որոնք դիակ բաց դիերը չեմ դնի, այդ մարդկանց անուններ տվեցի եւ մեկ էլ եթե նախկինում տարիներ առաջ ասենք դեպք է լինում եւ այդ դեպքում դեպքի կիզակետում անչափահաս երեխաներին սկզբից դնում էի։ Հիմա արդեն երևի 2 տարի Մեսրոպ Հարությունյանի հորդորով ու Մեսրոպ Հարությունյանը իմ համար լրատվական դաշտում ուղեղա։ Աշոտ Մելիքյանի ասածով ու իրանք ճիշտ են, էլի։ Չեմ դնում, հապավումներով եմ դնում։ Հասկացա։ Պարոն Շաշյան, իդեպ ողջունում եմ ձեզ այսպես լրագրողական ապաշխարում, շատ ողջունել եմ, բայց մոտենում է ամանորը նաև, եւ ես կուզենայի, որ քանի որ մենք էլ նույնպես, չգիտես ինչի, մի քիչ երևի սխալ թույլ տվեցինք այդ առումով, կրկին ներկայացրեցինք ձեզ որպես մշտապես բացասական լրահոս ներկայացնող, կարծում եմ դուք պետք է եւս մեկ անգամ օգտվեք այս առիթից եւ առասարակ մինչ ամանորի ավարտը ոչ մի առիթ բաց չթողեք մեր հայրենակիցներին ամանորվա հետ կապված մի երկու խոսք ասեք, հատկապես որ մենք այսօր իդեպ առավոտյան մեր ժողովին հաղորդման որոշեցինք, որ դեկտեմբերի 31-ին այստեղ հրավիրելու ենք մանկատան երեխաներին։ Ես վաղ գնալու եմ մանկատուն, ոստիկանության զորքերի 10-33 զորամասի հրամանատարի գլխավորությամբ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի գլխավորությամբ, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի, այսպես ասած, արդեն ավանդույթ դարձած այդ միջոցառումն ալինելու վաղ գնալու եմ Գավառի մանկատուն, որտեվ լավ ավանդույթները չպետք է մոռացվի եւ ձեզանից շատ շնորհակալ եմ, որ մանկատան երեխաներին հրավիրել եք տաղավար, հավատացեք, դուք կտեսնեք, որ մանկատան երեխաներն ավելի անկեղծ են, ավելի բարի են, ավելի գրագետ են, քան մեր որոշ պատգամավորներ, նախարարացումներ եւ բողբոջից բաց թողած կոլեկտիվ։ Դե հիմա բողբոջի չկա, կոմունիստների ժամանակ եղել է։ Լավ, մի երկու ամենամեծ բարեմաղթանքը ո՞րն է, որ կուզենայիք այդ դուք մաղթեիք ժողովրդին իսկապես, հա։ Ամենամեծ։ Այս անգամ էլ փորձեք անկեղծ լինել։ Ամենամեծ ու ամենաանկեղծ մաղթանքս կուզենայի, որպեսզի 2017 թվականը, որը համարվում է աքաղաղի տարի, ամեն բացվող առավոտ շնորհալու խոսքերը լինի, առավոտ լույսո արեգակն արդար, սահմանից բարի լույրեր ստանանք, ոչ մի զինվորի ծնող չարտասվի, իսկ եթե արտասվի, ցանկանում եմ միայն
զորացրվելու արդյունքներ լինեն կամ պարգևատրման կամ պարգևատրման ես ուզում եմ նաև հայտնել այն ծնողներին, որոնց հարազատները, որոնց տղաները իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին, իրանք իմանան, որ իրենց տղաները մերօրյա հերոսներն են, Մոնթեներն են, Սպարապետ Վազգեններն են եւ այլն։ Սահմանում, երբ որ զինվորներ կային, լաց են լինում, անկեղծ ասեմ, դա ոչ թե պարտության լաց էր, այլ հաղթանակի լաց էր։ Զինվորին ասում է, ախպեր, բա դու քեզ լացում, ասում է, Շամշան ջան, չես պատկերացնում, պոստը հետ ենք վերցրել, բա ոնց չլացեմ։ Դա ուրախության արդյունքներ էր։ Իսկ ուրախության արդյունքները շատերը նաև ասում են, թե լացը կանացի է, դե եթե լացը կանացի է, ուրեմն կանայք ջերմ են առավել, մայր բնությունը նրանց երևի ավելի քնքուշ հույզեր է տվել։ Եթե թույլ տաք մի պահ ընթերցեմ հենց նոր համացանցով հաղորդագրություն, այնուհետև անցնենք գովազդի։ Արտուրը Պողոսյան հայտնում է. «Բարև ձեզ, լսել եմ Շամշանի շնորհիվ, որ փառաքարում լուսավորվում է, հա, փոխանցեք շատ շնորհակալություն նման քայլի համար։ Մերսի շատ, հա, տես բան կա, փառաքարի լուսավորում»։ Գովազդ այս բան դիտենք ու անդրադառնանք, համեցեք։ Դեն շարունակենք, Պաստոն, ես ճիշտ էի, որ ասում եք խորհրդանիշ, համեստություն անել պետք չի, հիմա դուք ինքներդ արդեն եթերում կպատասխանեք փառաքարի լուսավորման հարցը եւ ես այդ հարցին, եթե թույլ տաք, միանգամից երկրորդ հարցը միացնեմ, հա, անմիջապես։ Այլ շատ ժամանակ եթերում տեսել ենք, որ դուք այդ լկտի վարքով երիտասարդների նկատմամբ այսպես շատ համարձակորեն, այո, նո ագրեսիվ մի կողմ, բայց համարձակորեն այսպես արտահայտություններ եք անում, շատերը դա ողջունում են, շատերը համարում ոչ եթերային, բայց այդպեսին է Շամշյանը, ինչևէ եղել են հաշվեհարդարի փորձեր առհասարակ եւ ինչ որ առումով դուք ապահովագրված եք, այսինքն օրինակ, հա, եթե թույլ տաք այսպեսի հարց տամ, զենք ունեք նվիրաբերված, որը անհրաժեշտության դեպքում կկիրառեք։ Ասված ոչ անի, որ հասունանա դրան, բայց այնուամենայնիվ, հա։ Ի նկատի ունեմ, որքանով եք դուք ձեզ ապահովագրված զգում եւ նման արտահայտություններ ուրեմն օգտագործելիս կամ ուրեմն կիրառելիս, այսպես ասենք, ինչ հետևանքներ են առհասարակ եղել են դրական հանգուցալուծումներ, թե բացասական։ Բայց մինչ դա երբ փառաքարի հետ կապված։ Նախ փառաքարի հետ կապված, այո, խսում տարիներից փառաքարի այդ հատվածում բազմաթիվ ավտոբթարներ, վրայերթեր եղել եւ հիմնականում երեկոյան ժամերին, կեսգիշերին, քանի որ ինքը մութ է եւ բնակիչները այդ հատվածը մոտ 2 կիլոմետրանոց ճանապարհահատվածը անուն էին դրել Մահաբեր, քանի որ մահերը շատ էր։ Ճիշտ ասած վերլուծություն արեցի խնդիրն ծանոթանալու համար, մոտ մի 4-5 ամիս ուսումնասիրել եմ եւ մասնագետներն ասեցին արտաքին լուսավորությունը եթե լինի գոնե 40-ից 50% կնվազի։ Եվ դիմում նամակ խնդրանքով հանդես եկա, դիմեցի ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ի ուրախություն դրական լուծում 7 օր հետո պատասխանը եկավ, արդեն աշխատանքները կատարել են, այսօր իրիկունը մի մասը մինչև դպրոց կլուսավորվի արդեն, մյուս տարվա բյուջեով խոստացել են դա կատարել։ Լավ, եւ երկրորդ հարցին խնդրեմ պատասխանեք կապված այդ դրսևորումների հետ։ Դա ես շատ եմ լսել, շատեր են ասում, թե դեպքի վայրերում կամ նման տեղերում դու արտահայտություններ ես անում, այո, անում եմ, մի բան էլ քիչ եմ անում, եթե իրեն գան հում նյութը տեսնեն, թե նրանք ամոթ է եթերում մի ասեմ ինչեր են ասում, ինչ շարժումներ են անում։ Բայց դրական ինչ-որ էֆեկտ տալիս է, այսինքն նրանք հետո արժանանում են հայրական ապտակի կամ ներողություն։ Դե հայրական ապտակի չգիտեմ, բայց հիմա ահռելի տարբերություն կա։ Եթե Ռոբերտ Քոչարյանի տարիներին, իշխանության տարիներին, դու քեզ կարող կատոկանեին կամ կողեն Արագաստրճան մի մուշտի տային խումար նվագեն դու չլսեիր։ Հիմա ահռելի տարբերություն կա։ Շատ լրագրողներն ասում են թե գրաքննություն կա,
խոսքի ազատություն չկա Սպասում Հայաստանում։ Քոչարյանի հետ էլ կապված չէ, կապված է ժամանակների հետ։ Այո, ցավը տանեմ։ Հիմի Լավ, ով դրական եզրակացություն լինում էր այդ Հա, օգուտ Այսինքն տալիս է։ հիմա մի քիչ ավելի խելոքացել են ավելի ժանրերը, տեսնում են ձեզ, չգիտեմ, ինչ տարբերություն կա։ ավելի խելոքացել են, տեսնում են, ասում են, այ մարդ ասում են, ես իրանց ասում եմ, ժողովուրդ ջան, ես իմ աշխատանքն եմ, նույնիսկ եղել են դեպքեր, որ իրանք եկել են խոսացել են, ոնց որ Շմայսը ազգային ժողովում անգլերեն է կարդում, անհասկանալի հայերենով խոսացել են, բայց 5 րոպե հետո զանգել են, ասել են, գիտես ինչ, ապայի հետ խնդիր ունենք, ոստիկանության հետ խնդիր ունենք, քննչականի հետ խնդիր ունենք, մենք կադրեր չունենք, բան, այդ կադրերը կտաս, ես այդ կադրերը տվել եմ իրանց, ասեմ նույնիսկ, իմ արած բազմաթիվ կադրերով, որ նույնիսկ մարդիկ դեմ են եղել նկարելու, բայց հետո իրանց փաստաբանները Լուսինե Սահակյան, Երվանդ Վարոսյան, Հովիկ Շամշան ջան, չէ, խնդրում եմ, թող Ես եմ քեզ խնդրում, առավոտյան հաղորդումը արի չքաղաքականացնի։ չեն քաղաքացում, կարողացել են այդ կադրերով արդարությունը վերականգնել։ Իմ ասած այդ կադրերը օգուտ է տալել։ Լավ, արի պայմանանք անուններ այսօր չտան, գոնե առավոտյան։ Լավ, եղավ, առավոտ լուսո արեգակն Լավ, եկեք հունը այսպես մի Անցնենք փոքր առաջ։ փոխեն։ Մի քիչ բորբոքվեցինք, տաքացանք, հրաշալի է, բայց մի հարց էսպիսի։ Ինչ հիմունքներով եք ընդունում աշխատանքի ձեր խմբագրություն։ Ինչ անհրաժեշտ պայմանների եւ չափանիշների պետք է համապատասխանի մասնագետը։ Մասնագետը ես ասել եմ ինչ չափանիշներ։ Եթե լրատվություն ես տալիս 10 օբյեկտիվ, 10 օպերատիվ եւ չմտնես մարդու անձնական կյանք, որոնք որ Դա ձեզ հաջողվում է, հա։ Հա, հիմա առաջ չէ, բայց ասելցի կանոններ մի Նույնիսկ առաջ եթերով մի քանի մարդու անձնական կյանք սա հավեսով ներխուժեցի անկախ։ Էդի անձնական, ես անձնական ինձ զանգել են, ասել են, «Էս ինչ падգամավորը, էս ինչ նախարարը աղջիկների հետ էս ինչ սաունայում է», ես ասել եմ, չեմ գնում։ Իրանց մոտ իրանց գլուխը աշկ, այ դա անձնական։ Բայց չենք ասում, թե որ եւս նախագահ եւ մեկ, որ աղջիկներ։ եւս մեկ եթե թույլ տակ վերջին մեջ բերումը, Կասիզուրը կանչեցին։ Այ սա չեմ կարդաց ցավոքսրտի կրկին քաղաքականացված հարցեր։ Իդեպ Շամշյանը նաև անկախ ամենից կարծում եմ համամիտեք քաղաքական դաշտում դարձել է առանձին մի ուրեմն այսպես իրավիճակ իրադարձություն նույնպես երևույթ եւ ժամանակն է միգուցե մի հատ կուսակցություն բացելու դա իհարկե կատակով եմ ասում չգիտեմ կվարկաբեկվեմ իմ կուսակցությունը բայց մեկ դրական դու եթե թույլ տաք մեկ դրական ուրեմն այսպես շատ երևույթ այսօր հասկացա ինձ համար որ իրականում Գագիկ Շամշյանը ազնիվ մարդ է տառումով եւ մի մարդ որը ընդունում է նախկինում արված սխալները եւ փորձում է ամեն ինչ անել որպեսզի եւ մարդասիրական եւ առասարակ լրագրության դաշտում անել ամեն ինչ որպեսզի այսպես դրական միտումները ավելի ավելանան դա ամեն դեպքում ողջունելի է մեզ որքան ժամանակ մնաց 30 վայրկյան 20 վայրկյան 20 վայրկյան Խնդրեմ անի եթե հարց ունես ունեի բայց մենք չենք կարողանա հասցնել ոչ հարցը եւ հնչեցնել հնչեցնել պատասխանը այնպես որ շնորհակալություն հայտնենք ձեզ ձեր կատարած աշխատանքի համար մաղթենք ել ավելի դրական արդյունքներ դրա արդյունքում աշխատանքի արդյունքում դրական ելքեր եւ եւ ամենակարևորը միշտ լրատվական թողարկում փոխանցելը հնարավորինս լավ լուրեր պարոն Շամշյան հնարավորինս լավ այսինքն նույնպես լավ նույնպես հնարավորինս լավ լուրեր Շնորհակալություն ես էլ ցանկանում եմ 31-ի գիշերը 12-ը հենց խփի բոլորս ոտքի վրա առաջինը խմենք հայոց աշխարհին խաղաղություն հայ զինվորին բարի ծառայություն լուրեր այս պահին Չէ՞ լավ